Շնորհավորում ենք։ Ես շնորհակալ։ Ինչպես նշեց գոլեգաս, հետաքրքիր այսօր զգացողություններ պատկերեցիք, հայի տեսակետից վեր կանգնեց։ Վերջաբանն էլ հետաքրքիր, ով էր վերջը այդպես կանգնեց։ Ես էի այդպես, եթե Կարլենի մասին նկատի ունեք, ես, որովհետև համարում եմ, որ Վազգեններ կան, լինելու է, ու կյանք շարունակվում է, ու պիտի իր արած գործը մենք շարունակենք ու երբեք չհուսահատվենք, որովհետև Վազգեններ կան։ Առաջի դրվագը ես պիտի անկեղծ հարցնեմ, նման բան եղել է։ Իհարկե, ֆիլմում չկան հորինված դրվագներ, իհարկե Վազգեն Սարգսյանը եթե ուշադիր լինեք, անգամ իր կոկորդի վրա փոքրիկ նշան ուներ, կուկուրուզի հատիկ է կանգնել իր կոկորդին եւ 1 տարեկան է եղել, այսպես փոքրիկ կտրվածք են արել ու ասել են, որ երեխան մահացած է, բայց ապրել է ինքը այդտեղ շատ քիչ քանակությամբ ըստ երևույթին օդ է կաղացել շնչի ու այդպես ապրել է մինչև ծնողները հորեղբոր Կարլենի եւ Նոնոյի հետ տեղափոխել են Երևան։ Նոնա, այսօր երբ որ նայում եք արդեն ֆիլմը որպես հանդիսատեսի աչքերով, դուք եթե անկեղծ ասեք, ձեր ուզածը տեղ հասավ, ֆիլմը տվեց այն ակնկալիքը, որ դուք ձեր առաջ նպատակ էիք դրել։ Այդ ազդակները եկան, որպես հանդիսատես զգացիք, թե դեռ մեջն եք ֆիլմի, այդքան շուտ չէ։ Ես հələ չգիտեմ։ Հուսով եմ, ամենայն դեպս փորձել եմ անել ամեն ինչ որ կարող եմ։ Եթե կենթանի լիներ Սպարապետը ու իր մասին ֆիլմ նկարվեր, ինքը ո՞նց կջղայնանար։ Արդեն կարող եմ հաստատ ասել, կջղայնանար շատ։ Հուսով եմ, որ հիմա վերևից նայում եմ շատ չի բարկանում ինձ վրա, որովհետև ինքը չէր սիրում, երբ իր մասին կենացներ էին խմում, իր մասին երգեր էին երգում, ել չեմ խոսում, որ տեսնել որ ֆիլմ ենք նկարահանել։ Շնորհակալ ենք։ Ինչպես գիտենք, ինքը նաև չի սիրել, որ իր ծննդյան տարեդարձն են նշել, այո։ Այդպես մեծ շուկով չէր սիրում նշել, ավելի շատ ընտանիքի անդամների հետ։ Ընտանիքի անդամների հետ արդեն եղավ շփում, հասկացաք արձագանք։ Չէ, դեռ չեմ հասցրել ոչ մեկին տեսնեմ։ Այս պահին ում կարծիքն է ձեր համար կարևոր ընտանիքի անդամներից։ Ում կարծիքին եք սպասում, որ հավանի կամ եւ այլն։ Եղբորս, Կարլենի։ Շնորհակալ ենք։ Ես լավ շնորհակալ։